քվեարկել։ Կողմ։ Վերջին 5 ամիսների ընթացքում խոշորացված Գորիսի ավականին արդեն երկրորդ անգամ կողմ է քվեարկում համայնքի ղեկավարի աշխատավարձի բարձրացմանը։ Դեռևս հոկտեմբերի 17-ին կայացած նիստի ընթացքում Գորիսի ղեկավարի 227,000 աշխատավարձը բարձրացել էր դառնալով 290,000։ Հերթական նիստի ընթացքում այն բարձրացել է ևս 25%-ով, կազմելով 365,000։ Թե ինչով է պայմանավորված համայնքի ղեկավարի աշխատավարձի հերթական բարձրացումը, ֆինանսատնտեսական եւ եկամուտների հավաքագրման բաժնի պետը մեկնաբանում է օրենքի պահանջը։ 20,001 բնակչից մինչև 75,001 բնակիչ ունեցող համայնքի ղեկավարի համար աշխատավարձի դրույքաչափը որոշվում է ազգային ժողովի պատգամավորի 71,0%-ի չափով։ Ինչ վերաբերում է օրենքի պահանջին, ապա բազմաթիվ անգամներ, ինչպես ավականու անդամների, այնպես էլ քաղաքացիական ակտիվիստների կողմից բարձրաձայնվել է համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատակիցների դրույքաչափերի հարցը։ Դեռևս 2015 թվականին Գորիսի համայնքի նուհերում տեղի ունեցած տեսչական ստուգումների արդյունքում կազմվել է արձանագրություն, որում նշվում է, որ քաղաքի բոլոր նուհերի հաստիկացուցակներն ու դրույքաչափերը չեն համապատասխանում օրինակելի հաստիկացուցակին։ Թե ինչու այս դեպքում օրենքը չի նուհերի աշխատակազմի համար, համայնքի ղեկավարն ընդգծում է, այդ խնդրի լուծման համար առավել զգալի միջոցներ են պետք։ Համայնքի բյուջեն այդ հնարավորությունը առայժմ չունի։ Մենք ցանկություն ունենք շատ մեծ համայնքների նուհերի աշխատողների աշխատավարձերի ոչ միայն գործակից կիրառել, այլ ավելի ասեմ բարձրացնել աշխատավարձը եւ նաեւ այդ թվում ոչ միայն նուհերի, այլ բոլոր համակային տնտեսական կազմակերպությունների աշխատողների աշխատավարձերը։ Սակայն մեր աշխատավարձի ֆոնդը ընդհանուր առմամբ մեր ծախսերի մեջ մոտավորապես 8% չափի թիվ է եւ նաեւ մեր սեփական եկամուտները առայժմ ընդհանուր 3%-ին դեռ չեն հասնում տոկոսը։ Իսկ սեփական եկամուտների աճը ինչքան էլ շատ փորձ են կատարվել, տեսակ մենք նախորդ տարի 130%-ով ենք իրականացել, 135%-ով, չէ՞, նախկին պարտքերի հավաքագրման։ Ինչքան էլ փորձ ենք ավելացնել մենք սեփական եկամուտները, մենք աշխատավարձների վրա, այդ ընդհանուր աշխատավարձի ֆոնդի վրա ընդհանրապես շատ աննշան տոկոսային բարձրացում կարող ենք։ Իսկ բազան մեծ է, աշխատողների թիվը մեծ է, մենք չենք ուզում գնանք աշխատատեղերի կրճատման, չենք ուզում գնանք խմբերի վերակոմպլեկտավորման, չենք ուզում մանկապարտեզների նոյերի բարձրի, ամսական բարձրի բարձրացման գնանք։ Ոչ միայն համայնքի ղեկավարի, նաև վարչական ղեկավարների աշխատավարձն է բարձրացել, որոշ բնակավայրերի ղեկավարներինը մինչև 100,000 դրամի չափով։ Թեև համայնքների միավորման նպատակներից մեկն էր կառավարման օպտիմալացումն ու ֆինանսական միջոցների տնտեսումը, այնուամենայնիվ զգալիորեն բարձրանում են ղեկավարների աշխատավարձները։ Գորիս համայնքի ղեկավար Վաչագան Ադունցի խոսքերով աշխատավարձը բարձրացնում են, որպեսզի ղեկավարները դրա հաշվին կարողանան հոգան վարչական ծախսերը։ Մեր վարչական ղեկավարները եւ ոչ միայն վարչական ղեկավարները, բոլոր աշխատողները, աշխատակազմի բոլոր աշխատողների խոշորացման արդյունքում կատարում են մի քանի անգամ ավելի շատ աշխատանք, քան կատարել են նախկինում իրենց նույն աշխատատեղում։ Այսինքն խոշորացման արդյունքում մնացած հաստիկների զբաղեցնող աշխատողների ծանրաբեռնվածությունը գրեթե կրկնապատկվել է։ Գորիսի ավականու որոշմամբ համայնքապետարանի աշխատակազմում նաև 24 նոր հաստիկ է ավելացել, բարձրացել են աշխատակիցների աշխատավարձները։